Մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում Էրդողանի հետ ոտքի վրա զրուցելուց հետո այսօր պաշտոնական հանդիպման է գնացել Ստամբուլ։ Էրդողանն է հրավիրել աշխատանքային այցով։ Օսմանյան սուլթանների Դոլմաբահչե պալատն է հայ-թուրքական բանակցությունների հասցեն։ 12:39 է Հայաստանի կառավարական ինքնաթիռը վայրէջք կատարել Ստամբուլի միջազգային օդակայանում։ Լայն ժպտացել է Փաշինյանը իրեն դիմավորելու եկած Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էքինջիին։ Փաշինյանը կանգնել է թուրքական պատվոպահակախմբին բարևելու համար դրված օղակի վրա ու քայլել դեպի մեքենան։ Հայկական պատվիրակության կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Երևանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Մինչև Թուրքիայի նախագահի մոտ գնալը Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել։ Բանակցությունների օրակարգը նախապես չի բացահայտել ոչ թուրքական, ոչ հայկական կողմը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան օրեր առաջ լրագրողների եզրույցում չէր բացառել որևէ հարցի քննարկում։ Հանդիպման օրակարգը մեզանից գաղտնի է, ոչ դուք, ոչ ես, ոչ Հայաստանի Հանրությունը այդ օրակարգից որևէ ինֆորմացիա չունի, բայց եւ ես եւ դուք եւ մեր հասարակության գիտակից մասը վստահ եմ տեղյակ է, թե ինչ օրակարգ ունի Թուրքիան եւ Ադրբեջանը։ Արդյոք Փաշինյան-Էրդողան բանակցային սեղանին խաղաղության պայմանագիրը կլինի։ Մենք մշտապես փորձում ենք կառուցել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ Այս պատասխանով ԿՊԱ-ական ըստ էության չի բացառել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը նույնպես կարող են քննարկվել Ստամբուլում, բայց դրանից դուրս կարևոր է նաև բուն հայ-թուրքական խնդիրների քննարկումը։ Օդում են մնացել Երևան-Անկարա պայմանավորվածությունները երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող մարդկանց համար հայ-թուրքական սահմանը բացելու շուրջ։ Շատ կարևոր է, որպեսզի կողմերի միջև լինեն այնպիսի կառուցողական հարաբերություններ, այնպիսի փոխադարձ վստահության մթնոլորտ, որը թույլ կտա նախապատրաստել այդ պայմանագրի ստորագրման գործընթացը։ Հատկապես մեր երկրի քթի տակ սրված Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին է Հայաստանի իշխանությունն ակտիվացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հավանաբար փորձելով Անկարայից Հայաստանի համար անվտանգային երաշխիքներ ձեռք բերել։ Հատկապես ուրեմն աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին չափազանց կարևոր է հարևան երկրների հետ ուրեմն ուղիղ հարաբերությունների հաստատումը։ Հայաստանը օգնում է Թուրքիային դառնալ արևմուտքի աչքն ու ականջը այս տարածաշրջանում, կարծում է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Հայ պաշտոնյաների հայտարարություններից կարելի է հասկանալ, որ Երևանը Անկարայի օգնությունն է ակնկալում Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Հիմա այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը եւ այստեղ որպես խնդիրների կամ հարցեր լուծող սարքելը բնականաբար որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից։ Ստամբուլյան հանդիպումից լավ սպասելիքներ չունեն նաև Թուրքիայի հարցերով փորձագետները, վստահ են, որ նոր հակահայկական պայմանավորվածություններ են ձեռք բերվելու թուրքական նախապայմանների հիման վրա։ Այլ բան է, թե արդյոք մենք ողջ շրջանակը կտեսնենք հետագայում պաշտոնական պարզաբանումների կամ հաղորդագրության տեքստերում, բայց այն, թե ինչ առաջնահերթություն ունի մեր տարածաշրջանում Թուրքիան եւ դա ինչպես է անընդհատ արտահայտվում նաև մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներում, դա կարծում եմ բոլորիս համար հստակ է։ Թուրք-ադրբեջանական նախապայմանների ցանկը հավանաբար 3 թարմացրել են Էրդողանն ու Ալիևը։ Ադրբեջանի նախագահը մասնակցել է 2023-ի երկրաշարժից հետո Մարաշում կառուցված ադրբեջանական թաղամասի բացմանը, հանդիպել Էրդողանի հետ ու վերադարձել Բաքու։ Եվ բնականաբար երկու եղբայրներով իրենց ժամացույցները ճշգրտելու են, հարցերը պատրաստելու են։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել էր, որ այսօրվա Փաշինյան-Էրդողան հանդիպումը երեկվա Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունն է լինելու։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։